Եվ ես կասեմ, որ հայ ժողովուրդը թե ընտրություններով, թե առանց ընտրությունների, թե հրապարակներում, թե ընտրատեղամասերում մեծամասամբ ներկա չի գտնվել։ Եվ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, բոլոր պատգամավորները, որոնք ներկա էին հեղափոխության օրերին, այսպես կոչված խորհրդարանում, եւ այն 50-ից 100 հազարանոց մասսան, որի մեծ մասը հենց այդ թիմերին աֆիլիացված մարդիկ են եղել, նրանք են բերել իշխանության։ Նիկոլ Փաշինյանին իշխանությանը բերել աշխարհաքաղաքական կոմպրոմիսը Արցախը հանձնելու, սկզբնական շրջանում 7 տարածքները հանձնելու, այնուհետև թե ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ըստ էության պայմանավորվածություններից դուրս եկավ եւ հանձնեց ամբողջ Արցախը, ահա այստեղ է վեճը, ահա այստեղ է Ղարաբաղյան կլանի ճակերտավորացված, ես այդ տերմինը չեմ սիրում, բայց այս պարագայում տեղին է օգտագործել, անհամաձայնությունը եւ ցասումը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը գնաց ավելի հեռուն, քան պայմանավորված էր։ Իսկ ըստ էության աշխարհաքաղաքական կոմպրոմիսը կայանում էր նրանում, որ Արցախյան հարցում պետք է գնային տարածքային զիջումների, բայց տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ճանապարհի կեսից փոխել է պայմանավորվածությունները եւ Արցախյան կոնֆլիկտը իրականում զարգացել է այնպիսի ուղղությամբ, որը նախագծված եւ նախատեսված չէր։ Ահա այստեղ է նրանց բախումը եւ պետք է իշխանությունը հավանաբար փոխանցվեր կամ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին եւ մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանի պլանը դա էր, որ Նիկոլ Փաշինյանի Արցախյան հարցում ձախողումից հետո անբեկանելիորեն հանրապետականը կրկին պետք է վերադառնար եւ փրկեր իրավիճակը, բայց դա տեղի չունեցավ։ Եվ այսօր բոլորը միմյանց մեղադրում են եւ ուշադիր լինեք, որևէ այլ հարց չկա բացի Արցախի հարցում ով էր մեղավոր։ Եվ այստեղ հենց նրանք մատնում են, թե ինչ ստվերային պայմանավորվածություններ են ունեցել եւ ինչու է ամեն ինչ զարգացել այդպես։